Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են այստեղ, շնորհակալ եմ, որ միացել եք մեր ուղիղ եթերին, խնդրանք սե, որ բաժանորդագրվեք ալիքին և լայքեք, այսինքն հավանեք այս ուղիղ եթեր ընկերներ, նույնիսկ կարող եք կիսվել ձեր ընկերների հետ, որ նրանք էլ միանան մեր հայերենի խրախճանքին, հիմա սկսվում է, տեսնենք, թե ինչ է այս անգամ մեզ համար պատրաստել Դավիթ Գյուրջինյանը, գնացինք, դուք դնում եք սրտիկներն ու եռագույները, ես կարդում եմ ձեզ համար այս հրաշալի տեքստը։ Շնորհակալություն հայտնենք ում, այսպես է վերնագրված այս փոքրիկ տեքստը։ Հայաստանում օրը մեջ մրցանակ, մեդալ, բան, տիտղոս, պատվոգիր և գովասանագիր են բաժանում։ Բառը ճիշտ եմ ընտրել, բան չասեք։ Մրցանակաբաշխության ժամանակ հատկապես աստղ հռչակվածները, դրանց փայլից երկնքի աստղերը քիչ է մնում խամրեն, հուզախռով սկսում են շնորհակալությունների անվերջանալի շարքը, սկսած աստծուց, վերջացած համարյա թե հարևաններով։ Պարգևատրվածներն արժանի են, թե անարժան, դա չենք քննարկում, մեզ այս պահին այլ բան է հուզում։ Երբ ընտրյալները սկսում են աշխարհով մեկ սփռել իրենց դարակազմիկ ու ինքնատիպ խոսքը, այս երկու բառերը ճակերտների մեջ է իդեպ, գոնե ասեն շնորհակալություն եմ հայտնում իմ ծնողներին, ուսուցչին, հանդիսատեսին, Աստծուն, ոչ թե ծնողներից, ուսուցչից եւ այլն։ Հիմա շնորհակալություն եմ հայտնում իմ ուսուցչին, թե ուսուցչից։ Գրեք ճիշտ տարբերակը, սիրելիներ ջան։ Արսեն ջան, ողջույն։ Ես էլ էի կարոտել։ Նորից հարցը հնչեցնեմ։ Ահա, շնորհակալություն եմ հայտնում ուսուցչից, թե ուսուցչին։ Այո, կեցեք։ Եղիշե ջան, հենց նոր կարդացի է տեքստը։ Սոֆի ջան, հենց նոր կարդացի տեքստը։ Լավ, Եղիշեն և Սոֆին ոնց որ թե այնքան էլ լավ չեն լսել նյութը։ Հիմա մեկ ուրիշ հարց եմ տալիս այս թեմայի շուրջ, խնդրում եմ գրեք, շնորհակալ եմ քեզ, թե քեզնից։ Կիմա ջան, ես էլ փոխադարձաբար։ Տեսնեմ, շնորհակալ եմ քեզ, թե քեզնից։ Արտակ Գևորգյան ջան, ինչ է պատահել։ Ալիտա Սաֆարյան ջան, սխալ եք գրել, հարգելիս։ Համեստ ջան, չէ, ոչ թե քեզնից, այլ քեզ։ Ընկերներ, ոչ թե շնորհակալ եմ ձեզնից, այլ շնորհակալ եմ ձեզ։ Ոչ թե քեզնից եմ շնորհակալ, այլ քեզ եմ շնորհակալ, սիրելիներս։ Քեզ, ձեզ։ Ընտիր, շատ լավ, ես մտապահում ենք, ես էլ ձեզ եմ շնորհակալ, Արմինե ջան, ընկերներ, ես մտապահում ենք ու էլ չենք մոռանում, խնդրանքս է, որ նույնիսկ տարածեք սա, եթե ձեր շուրջը գտնվող ինչ-որ մեկը սխալ է ասում կամ համացանցում նկատում եք, որ ինչ-որ մեկը սխալ է գրել, նորից խնդրանքս է, որ քաղաքակիրթ, բարեկիրթ, բարեհամբույր ձևով իրեն խնդրեք, անձնական նամակ գրեք, ոչ թե մեկնաբանություններում այդպես բացահայտ գրեք, դու սխալ ես գրել, բանման, չէ, անձնական նամակ գրեք եւ խնդրեք, որպեսզի ձեր հայրենակիցը շտկի իր սխալը։ Ուրեմն այսուհետ ոչ թե շնորհակալ եմ քեզնից, այլ շնորհակալ եմ քեզ։ Ոչ թե շնորհակալ եմ մայրիկից, այլ շնորհակալ եմ մայրիկին։ Ոչ թե ուսուցչից, այլ ուսուցչին, ընկերներ։ Այսպես։ Հաջորդ մեր փոքրիկ հատվածիկը, հիշում եք, չէ, զրույցներ լեզվի մասին գրքից էինք մի հատված էլ կարդում, մենք բառապաշարին ենք հիմա անդրադառնում այս գրքից, Լևոն Հախվերդյանի գիրքն է սա, ընկերներ։ Այս բառապաշարը հարստացնելու միջոցների մասին հատվածը մենք արդեն սկսել ենք կարդալ, ես անցած անգամ մի հատվածը կարդացի, հետո ասեցի հաջորդ հատվածը կշարունակենք մյուս եթերին։ Հիմա շարունակում եմ ձեզ համար մի էլի կարճ հատված։ Գնացինք։ Կան չափից դուրս ինքնավստահ ու ինքնահավան մարդիկ, որոնք ոչ մի բանի վրա չեն զարմանում ու չեն հիանում, ինչ է որ, ով չգիտի որ, ինչ մեծ բան է որ, դրանք կարեկցանքի արժանի մարդիկ են, որովհետև իրենք իրենց զրկում են հիանալու բավականությունից ու չեն կռահում, որ դրանով փակում են իմացության դռներից
կարևորագույնը։ Ահա ինչու պետք է զարմանալու, հիանալու հատկությունն էլ, ինչպես ամեն մի թանկագին հատկություն, պահպանել ու զարգացնել։ Ամեն ինչում ու նաև կարդալիս, նույնիսկ երբ վաղածանոթ մի գիրք եք կարդում։ Ինչ կա մեզ ավելի ծանոթ, քան Թումանյանի Գիգ-հորը։ Բայց ամեն անգամ կարդալիս մնում ենք զարմացած, թե ինչ անհասանելի վարպետությամբ է գրված այդ պատմվածքը, ինչքան զուսպ և քիչ, բայց անվրեպ գործի դրված միջոցներով հեղինակը հասել է հուզական գեղարվեստական անմերժելի ազդեցության։ Զննենք մի փոքրիկ օրինակ։ Գիգ-հորը հոր հետ պետք է ճանապարհվի քաղաք։ Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ, գրել է Թումանյանը։ Նախադասության իմաստը մազաչափ իսկ չէր փոխվի, եթե գրված լիներ մի խաղաղ ու տխուր առավոտ էր։ Ինչ տարբերություն։ Մինչդեռ տարբերությունը մեծ է, բնագիրը կրում է հուզական շատ ավելի մեծ, քան մեր բերածը։ Եվ ինչի շնորհիվ։ Մի առավոտ բառի կրկնության և դրա միջոցով ստեղծված ռիթմի։ Շատ հասարակ բան կարող է թվալ առերևույթ։ Բայց հենց այդ հասարակ բաների մեջ է արվեստի գաղտնիքը։ Ահա թե հուզական ազդեցության ինչ հնարավորություններ կան թաքնված ոճի և ռիթմի մեջ, բայց և մեկի, և մյուսի մասին դեռ առիթներ կունենանք խոսելու։ Էս էլ էսպես, սիրելիներ ջան, մի խոսքով մեր խոսքի մեջ շատ կարևոր է ընտրված ձևակերպումները, բառերը, առհասարակ ամեն ինչ, տոնայնությունը, անգամ այն, թե ինչպես ենք շնչում, որտեղ ենք շնչում։ Այսպես, սիրելիներ, ձեզ հիշեցնեմ, որ մենք անցած դասին, ճակերտավոր, անդրադարձել ենք ընդ տառակապակցություններին։ Եվ այս տառակապակցություններից եկանք վերջին մի քանի բառեր թողեցինք ու հիմա ես ուզում եմ դրանց անդրադառնալ, համ էլ տեսնել, թե ինչքան եք մտապահել, հետո հաջորդիվ կշարունակենք արդեն ըմբ և ըմբ տառակապակցություններով կազմված բառերին։ Գնացինք։ Խնդրանքս է, որ գրեք ըմբոստանալ բառը, մի տեսնենք այս բառը ինչպես է գրվում։ Ըմբոստանալ։ Չեմ հասկանում, ես ինչ պլյուսիկներ են գալիս դնում։ Ըմբոստանալ, ահա։ Այո, ըմբ, ահա։ Համեստ ջանով պետք է ձեզ արգելափակի։ Այստեղ ես եմ արգելափակում կամ չարգելափակում, ես ձեզ չեմ արգելափակել։ Ըմբոստանալ։ Այո, ընկերներ, խնդրանքս է, որպեսզի ձեզ այստեղ իրավիճակին արժանի վայել պահեք, հակառակ պարագայում ձեզ արգելափակելու եմ, խոսքս հատկապես այն նոր մարդկանց է վերաբերում, ովքեր այստեղ առաջին անգամ են։ Եթե դուք չգիտեք այստեղի կանոնները, զգուշացնում եմ, ես կարդում եմ բոլոր մեկնաբանությունները։ Մենք չունենք համակարգող, այսինքն մոդերատոր, որը ձեզ կարգելափակի, եթե դուք դմբոյություն եք գրում։ Դուք ունեք 3 հնարավորություն այստեղ դմբոյություններ գրելու։ Երրորդ դմբոյությունից հետո դուք արգելափակվում եք, կանոնը շատ պարզ է։ Գնացինք, այո ընկերներ, ըմբոստանալ բառը ըմբ տառակապակցությամբ է, չէ։ Այո, դմբոներ։ Հիմա, ընդունակ բառը ինչպես է գրվում։ Դմբոները անպակաս են ընկերներ մեզնից, ես ձեզ ասել եմ, մլակները միշտ լույսի վրա են գալիս։ Ալեքս ջան, լավ ենք, դուք ինչպես եք, ձեր ոնցեկը սխալ եք գրել ուղղակի հարգելիս։ Ահա։ Ընդունակ, ընդունակություն, ահա։ Սարո ջան, ողջույն, բարի գալուստ։ Կարինե ջան, ողջույն։ Բարի գալուստ մեր հրաշք ընտանիք։ Կախում է ընկերներ։
Կապի խնդիր կա, ինձ կասեք մի հատ հասկանանք։ Չէ, Բեջանյանն ասում է ամեն ինչ նորմալ է։ Չէ, ասում են ամեն ինչ նորմալ է։ Նարե ջան, Նարե Ասատրյան, թեմայի մեջ հակառակ պարագայում արգելափակվելու եք, ժողովուրդ ջան, հենց նորից զգուշացրեցի։ Շատ լավ, ընդունակ, փաստորեն դ-ով էր, չէ, գրվում։ Ընտիր, շատ լավ, իսկ ընդունարան բառը ինչպես է գրվում, ընկերներ, ընդունարանը։ Ընտիր, շատ լավ է, որ լավ է կապը։ Ես տղան ուշադրության կարիք ունի։ Արման Շիրինյան ջան, ինչ է պատահել, հարգելիս, ողջույն, բարի գալուստ մեր հրաշք ընտանիք։ Ընդունարան, ահա, դ-ով, այո։ Արտակ Գևորգյան ջան, ձեզ հաջողություն եմ մաղթում, հարգելիս, ընդհանրապես չեք համապատասխանում ինձ իրավիճակին։ Մի րոպե, ընկերներ ներողություն, այսպես։ Վերջ, գնացինք։ Հաջորդ բառը ընդօրինակել։ Ինչպես ենք գրելու ընդօրինակել բառը։ Գալիա ջան, ողջույն, շատ չեք ուշացել, ընդամենը 25 րոպե։ Ընդօրինակել։ Այո, օրինակ բառն է։ Ովքեր գնում են դաս անելու, բարի ճանապարհ։ Ջերմ խոսքերի եւ հաջողախոսությունների համար շնորհակալ եմ ընկերներ, այո, ընկերներ, օ տառով է, չէ, գրվում։ Ոչ թե կլոր օ, այլ օ տառով։ Այո, օ։ Ինչու եմ ասում ոչ թե կլոր օ, որովհետև մենք ունենք օ եւ ո տառերը։ Եթե պետք է ասել օ, ապա պետք է ասել օ, ոչ թե կլոր օ։ Իսկ եթե պետք է ասել ո, ապա պետք է ասել ո եւ վերջ։ Շարունակեցինք։ Իսկ ընկերներ, ընդօրինակել ինչ է նշանակում։ Վան Հակոբյան ջան, շատ ուրախ ենք ձեզ համար, որ գնում եք մայրենի գրելու։ Օրինակ վերցնել, նմանակել, այո, Կիմա ջան։ Այո, նաև կրկնել, Հարութ Նալբանդյան ջան, ուրախ եմ, որ հաճելի է։ Չէ, Եղիշե ջան, օրինակ ծառայելը չէ սա, օրինակ վերցնելն է հենց։ Այո, Արմինե ջան, կեցեք։ Այո, Հասմիկ ջան, ինչու ոչ, նաև պատճենել, կեցեք։ Ընկերներ, իսկ պատճե թե պատճեն, որն է ճիշտ տարբերակը։ Անցած անգամ անդրադարձել ենք այդ բառին, հիշում եք, պատճե թե պատճեն։ Կիմա ջան, Եղիշե ջան, ժողովուրդ, նյետ։ Պատճեն, վերջում ն տառ է գրվում, ընկերներ։ Վերջում ն տառ է գրվում, սիրելիներ ջան, պատճեն։ Պատճեն, այդպես, Կիմա ջան, կեցեք։ Արսեն ջան, այո, շատ ապրեք։ Սոֆին էլ գրել է ուրանը, նն, ուրանն, ջղայնանում է։ Նարե ջան, կարևորը այս դասին ներկա եք, սիրելիներ։ Ինչ-որ բաներ են գրում, երևի ինձ մոտելի հայերեն թարգմանած է ցույց տալիս։ Լավ, ինչևէ, դմբոներին ուշադրություն չդարձնեք, իսեր Աստծո։ Ընկերներ, ովքեր այստեղ առաջին անգամ են, խնդրում եմ հենց հիմա բաժանորդագրվեք եւ լայքեք, այսինքն հավանեք այս ուղիղ եթերը, հավանեք։
Հաջորդ բառը անընդմեջ բառը ինչպես կգրվի ընկերներ։ Այո, պատճենահանել, պատճենել։ 6 տառից է բաղկացած այդ բառը, հիշում ենք, չէ՞։ Մագրեցին պատճե։ Անընդմեջ, ահա, տեսնենք։ Սերինե ջան, չէ, շատ չեք ուշացել, ընդամենը 29 րոպե, սիրելիս։ Անընդմեջ, Անգել ջան, հա, լավ արեցիք, որ ջնջեցիք։ Ահա, անընդմեջ, անընդհատ, այո, կեցեք։ Համեստ ջան, վերջում ճ, թե ջ, սիրելիս, անընդմեջ, ջ, վերջում ջ է գրվում, ընկերներ։ Ընտիր, Ալիկ Աֆյան ջան, սխալ եք գրել, ընդմեջ, տառ կա, ընկերներ, առաջին ն-ից հետո կամ երկու ն-երի արանքում տառ կա, ընդ, Մողեսիկ ջան, ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում, ողջույն, համենայն դեպս ձեր անունը առաջին անգամ եմ կարդում, միգուցե հիմա այլ անունով եք այստեղ, ամեն դեպքում անընդհատ բառը սխալ եք գրել։ Ընկերներ, անընդհատ բառը ինչպես կգրվի։ Եթերը կտևի մինչև 21:30, սիրելիներ։ Հարութ ջան, շատ հաճելի է, որ հիմա այստեղ եք, բայց շատ ցավալի է, որ 30 տարի հայերեն չեք գրել, թեև ուրախ եմ, որ հիմա հայատառ եք գրում։ Անընդհատ, ահա։ Ալիկ ջան, խնդիր չէ, կարևորը ներողություն բառն եք ճիշտ գրել հիմա։ Անընդհատ, տեսնեմ, ահա։ Գոհարիկ ջան, լավ ենք, միայն թե ձեր գրված արտահայտության, լավ եք արտահայտության մեջ պարույկը, այսինքն հարցական նշանը, սխալ տեղ եք դրել, սիրելիս։ Այո, առանց ընդհատելու։ Անընդհատ։ Ընտիր, կեցեք, սիրելիներ ջան։ Հիմա եկեք գրենք լավ եք կամ լավ եք արտահայտությունը, տեսնենք ինչպես է գրվում և խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել պարույկին, թե որտեղ է դրվելու այն, որ տառի վրա։ Պարույկը հարցական նշաններ, հիշում եք։ Արսեն ջան, սխալ եք գրել։ Արմինե Աղամյան ջան, սխալ եք գրել, լավ եք, օժանդակ բայի վրա չի դրվում, ընկերներ։ Մողեսիկ ջան, սխալ տեղ եք դրել պարույկը։ Ընկերներ, պարույկը չի դրվում օժանդակ բայի վրա, միայն եթե օժանդակ բայը ժխտական է, միայն այդ դեպքում։ Մի վարքյան։ Լավ եք, ահա, տեսնեմ, Հասմիկ Սահակյան ջան, եթե պարույկ չունեք, ապա պետք է նոր ստեղնաշար, հայերեն նոր ստեղնաշարներ բեռնեք, այնպիսի ստեղնաշար, որտեղ կա պարույկը։ Կիմա ջան, երկրորդ տարբերակն է ճիշտ, սիրելիս, օժանդակ բայի վրա չի դրվում, եթե օժանդակ բայը ժխտական չէ։ Նարե Ասատրյան ջան, ոչ թե պարույկ, այլ պարույկ, վերջում կ է։ Ընկերներ, խնդրանքս է, որպեսզի ներբեռնեք այնպիսի հայերեն այնպիսի ստեղնաշար, որտեղ կա պարույկը։ Հիմա շատ տարբերակներ կան բոլոր տեսակի հեռախոսների համար։ Պարույկ, այո, վերջում կ։ Լիլի 67, Լիլի ջան, ոչ թե պարույկ, այլ պարույկ։ Կիման ասում է պարույկ չունեք, պարտքով վերցրեք։ Արինա ջան, ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Ահա, Նարսեն ջան, այո, ճիշտ եք գրել։ Փաստորեն լավ եք, ահա, այսպես է հնչում, եւ այս արտահայտության մեջ պարույկը, այսինքն հարցական նշանը դրվում է լավ բառի ա տառի վրա, ընկերներ, եւ հենց այդպես էլ արտասանվում է։ Լավ եք, ոչ թե լավ եք, սա այնքան էլ ճիշտ չէ, մեղմ ասած։ Լավ, շարունակեցինք, խոչընդոտ բառը ինչպես է գրվում, ընկերներ։ Այո, ունենք նաև ապաթարցը, կեցեք, Զարա ջան։
Տաթև ջան, այո, այդ նշանը, բայց S ոչ թե yes, այս դեպքում գրվում է այբուբենի 7-րդ է տառը։ Կիմա ջան, համով սուրճ կպատրաստեք, այնպես որ հոտը հասնի էստեղ։ Խոչընդոտել, խանգարել, այո, Արմինե ջան, կեցեք։ Ահա։ Հարութ ջան, ես էլ ձեզ եմ շնորհակալ, որ այս ամենի մասնիկն եք։ Խոչընդոտ։ Լուսի Միրզոյան ջան, սխալ եք գրել, սիրելիս։ Քանի որ մենք ընդ եւ ընդ տառակազմություններին չենք, տառակապակցություններին ենք անդրադառնում, մոռանում եմ անընդհատ այդ բառը։ Ընդ եւ ընդ տառակապակցություններին ենք մենք անդրադառնում այս բառերով, հետեւաբար այստեղ ընդն էլ, ընկերներ, ընդ, խոչ, ընդ, օտ։ Վայ, ցոգոլ ենքան շատ եմ սիրում Սոֆի ջան։ Հիմա ջուր կլցվի բերանս, պետք չի։ Խոչընդոտ։ Այո, Նվար ջան, արգելք, կեցեք։ Իհարկե, Անահիտ ջան, ողջույն, սիրելիս, բարի գալուստ մեր հրաշք ընտանիք։ Ալի Կաֆյան ջան, ես էլ արտահայտությունը սխալ եք գրել։ Ընկերներ, ինչպես կգրվի ես էլ արտահայտությունը։ Վիկա Վարդազարյան ջան, ձեր հարցական նշանը շտկեք եւ ես ձեզ կասեմ ինչ գիրք կարդալ։ Ես էլ, ահա։ Այո, կեցեք ընկերներ։ Ովքեր ունեն ցոգոլ, ես ձեզ նախանձում եմ։ Եթերից հետո գնամ առնեմ։ Այո, այդպես, կեցեք ընկերներ ջան, առանձին է գրվում L մասնիկը, որը գրվում է այբուբենի 7-րդ է տառով, ես L, համեստ ջան, սխալ եք գրել էլի, Լիլի 67, Լիլի ջան, ինչ է նշանակում որտեղ եք, իսկ դուք որտեղ եք, հա Արսեն ջան, երևի, լավ, սիրելիներ ջան, շարունակեցինք, Տաթևն ինչ է գրել, ես 13 տարեկանում, քաոսը, իսկ 13 տարեկանում, իհարկե լավ է, սիրելիս, ես ասել եմ ընդհանրապես, պատանիներին և պարմանուհիներին խորհուրդ եմ տալիս կարդալ շատ հայ գրականություն, որպեսզի ձեր արմատներին, ձեր ինքնությանը էլ ավելի լավ ծանոթանաք, էլ ավելի մոտենաք, մտերմանաք, ինքներդ ձեզ հետ։ Լիլի ջան, իսկ դա ինչ կարևոր է, սիրելիս, որտեղ եք բնակվում։ Հիշում եք, չէ, միշտ նման դեպքերում ինչ եմ ասում, ժողովուրդ, կենսագրությունս, Facebook, Instagram-ի գաղտնաբառերը, կոշիկի համար, հեռախոսահամար, բնակության հասցե, գրանցման հասցե, ամեն ինչ, մանրամասն կգրեմ ամենավերջում, եթերի վերջում, այսինքն 21-ից 30 րոպե վերջում կտեղադրեմ զրուցարան, պին կանեմ, ձեր աչքի առաջ կլինի, մի անհանգստացեք, ուղղակի մնացեք մինչև եթերի վերջ, մեկ էլ լայք եք ես ուղիղ եթերը հիմա, գնացինք։ Գաղտնաբառը պարտադիր, հա, հիշեցի անցած անգամ, չեմ հիշում ով էր, ասում էր Նասկու համարնել, Նասկու չափսը գրեք անպայման, պարտադիր գրելու եմ, ընկերներ, խնդրանքս է, որ հենց հիմա, քանի հիշել եմ, Նասկի բառի հայերեն համարժեքը որն է գրեք, ահա, դռան վրայի թիվը, այո, գուլպա, չէ, հեսով էր գրել զուգագուլպա, Անի Քոչարյան ջան, զուգագուլպան, ընկերներ, լավ, ես չասեմ, դուք ասեք, զուգագուլպան որ բառի հայերեն համարժեքն է, Բեջանյանը գրել է զուգագուլպան կալգոտկիի հայերեն համարժեքն է, այո, սիրելիներ ջան, Նասկին գուլպա, զուգագուլպան էլ կալգոտկայի կամ ռետուզի հայերեն համարժեքն է, սիրելիներ, ահա, Անուլնա ջան, ողջույն, դե էլ չմոռանանք սիրելիներ, կեցեք դուք, այդպես շատ ապրեք,
Հիմա ուրիշ հարց եմ տալիս, էլի այս տառակապակցությունների հետ կապված ընկերներ, մերթ ընդ մերթ բառը կամ արտահայտությունը ինչպես է գրվում։ Միասին թե առանձին։ Տրիկոյի երևի, հա, տրիկոյի համարժեքը, հիմա իմ հայի բառարանում նայեմ, ասեմ։ Տեսնեմ, մերթ ընդ մերթը ինչպես է գրվում։ Հա, տրիկոյի, հիմա ճիշտ եմ ասեմ։ Տեսնեմ կա իմ հայի բառարանում, ես չեմ հիշում այս պահին անգիր։ Հա, կա, հիշեցի։ Ընկերներ, մերթ ընդ մերթը միասին է գրվում, սիրելիներ, ու հիմա ես տարտար ասում եմ գրում եք, հաջորդիվ տրիկոյի հայերեն համարժեքն եմ ձեզ ասում։ Մերթ ընդ մերթը միասին է գրվում, M-E-R-T, N-D, M-E-R-T, մերթ ընդ մերթ, միասին է գրվում։ Տաթև ջան, կոսմետիկան էլ, կոնկրետ ինչ է ասեմ, սիրելիս, մերթ ընդ մերթը, միասին է գրվում, այդպես, կեցեք սիրելիներ, այո։ Կարեն ջան, ողջույն, բարի գալուստ մեր հրաշք ընտանիք։ Այդպես, սիրելիներ ջան, էլ չմոռանաք դե։ Հիմա տրիկո բառի հայերեն համարժեքն եմ ասում, բոլորդ գրում եք, որպեսզի տպավորվի եւ տեսողական հիշողությամբ եւ մկանային հիշողությամբ ընկերներ։ Գուլպատաբատ միասին է գրվում։ Տրիկո գիծ գուլպատաբատ։ Գուլպատաբատ։ Ահա։ Տեսնեմ։ Տրիկո գիծ, ահա։ Գուլպատաբատ։ Բայց միասին է գրվում գուլպատաբատը, ընկերներ։ Արսենը հարցնում է, իսկ ռաժոկի հայերեն համարժեքը որն է, սիրելիներ, գրեք ռաժոկի հայերեն համարժեքն էլ, ես հայի բառարանի մասին պատմեմ արդեն, մի երկու բառով արագ ասեմ ու անցնենք առաջ։ Տեսնեմ։ Համեստ ջան, ձեզ լավ երեկո ենք մաղթում, բայց ստեսություն բառ չկա հայերենում։ Ռաժոկ կոշկաթի։ Ահա։ Կոշկաթի, այո, կեցեք ընկերներ։ Ահա։ Հասմիկ ջան, շատ լավ եմ, շնորհակալություն։ Օй, Գագիկ ջան, չէ, ոչ թե կոշկա ռուսերեն կատու բառից է հարգելիս, այլ կոշիկ բառն է այստեղ։ Կոշիկ, գումարած ա հոդակապ, գումարած թի։ Ուղղակի կոշիկ բառի ի ձայնավորը դուրս է մղվել այս դեպքում, սղվել է եւ մնացել կոշկ ա թի։ Ահա, ընդիր ընկերներ։ Արմեն ջան, գուլպատաբատը տրիկոյի հայերեն համարժեքներ, իսկ կալգոտկիի հայերեն համարժեքը զուգա գուլպան է հարգելիս։ Ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ ընկերներ ջան։ Յանա ջան, ուրախ ենք ձեզ համար։ Ընկերներ, քանի անդրադարձանք օտար բառերի հայերեն համարժեքներին, ես ձեզ արագ պատմեմ իմ հայի բառարանի մասին, ովքեր չգիտեն, ծանոթացնեմ գրքին, այս կանաչ թղթիկներին չենք նայում, սա աշխատանքային գիրք է։ Ձեզ հայելային է երևում գիտեմ, բայց վրան գրված է հայի բառարան, ընդ որում ինքը հացի գույն ունի, բուխանկայի գույն ունի, ինչու որովհետև մեր հայի բառարանի հեշթեգը հայի բառարան հացի նման է։ Շատ համեղ գույն ունի ինքն իրականում, որ գիրքը բռնում ես ձեռքդ, ուզում ես կրծել, այդքան համեղ է։ Ինչու հացի նման, քանի որ հացը հայի սեղանից անպակաս է, այս գիրքն էլ հայի սեղանից անպակաս պիտի լինի, որովհետև այս գրքում
հավաքված են մեր խոսքում արկա, օտար եւ աղավաղված այն բառերը, որոնք փչացնում են մեր խոսքն իրականում։ Այստեղ մենք ունենք բոլոր հայերեն համարժեքները։ Այս ժամանակահատվածին բնորոշ բառերի մասին է խոսքը, որովհետեւ այդ ցանկը իրականում շատ մեծ է եւ բոլոր բառերը միաժամանակ ընդգրկել այս բառ գրքույկի մեջ անհնար էր ուղղակի։ Մենք նոր տպագրությանն արդեն ուղարկել ենք, ես արդեն հոլովակներ ունեմ, վաղը սթորիներ կանեմ, պատմությունների բաժնում կտեղադրեմ այդ հոլովակներից, կտեսնեք թե ինչպես է մեր նոր գիրքը տպագրվում, երկրորդ տպագրությունն ունենք արդեն, մի խոսքով գիրքը գալիս է, երկրորդ գիրքը, ավելի փոքրիկ տարբերակով, ավելի բարակ կազմով եւ ավելի թեթև։ Շարունակեցինք իմ սիրելիներ, ընկերներ, իսկ դյարնընդառաջ բառը ինչպես է գրվում, դյարնընդառաջը, Հա, Արման ջան, բայց ես իմ գրաֆիկով պայմանավորված չեմ կարող դա շուտ անել։ Ընկերներ, ներողություն եմ խնդրում, ինձ շատ եք գրում անձնական նամակով, որ մի քիչ ավելի շուտ գրեմ, ավելի շուտ տեղեկացնեմ, իսկապես հնարավոր չի լինում, ներողություն եմ խնդրում, այս этаպը հուսամ շուտ կանցնի։ Տեսնեմ, դյարնընդառաջ։ Մանե Երիցյան ջան, ես էլ ձեզ եմ շնորհակալ, որ այս ամենի մասնակիցն եք, սիրելիս։ Դյարնընդառաջ։ Եկեղեցական տոն է, չէ, ընկերներ, տրնդեզի մասին է խոսքը։ Արման ջան, ինձ անձնական գրում են Instagram-ով, Facebook-ով, այդպես, ոչ թե YouTube-ում։ Տիրոջն ընդառաջ, այո։ Ընկերներ, եթերը սկսվել է 20:00-ին։ Շատ լավ։ Դյարնընդառաջը, ընկերներ, գրվում է Տ-Յ, A-R-N, N-D, դյարնընդառաջ։ Դյարնընդառաջ, միասին։ Հիմա գրեք, ուղարկեք, որպեսզի ճիշտ տարբերակը համ տեսնեն ձեր աչքերը, համ էլ ձեր ձեռքը սովորի գրել։ Դյարնընդառաջ, միասին։ Տ-Յ-A-R-N, N-D, R-A-Ջ։ Մարդ ոնց կարող է ինքն իրեն այնքան դմբո զգալ, որ գնա ու ինչ-որ մարդկանց, այս դեպքում իմ ուղիղ եթերում դմբոյություններ գրի։ Այ քեզ բան, ժողովուրդ, դուք ձեր ժամանակը խնայեք, ձեր նյարդերը խնայեք, իսեր Աստծո։ Գնահատեք ինքներդ ձեզ, հա։ Տաթև ջան, նկատում եմ ձեր գրածներն, ինչու չեմ նկատում, սիրելիս, բոլորի գրածներն եմ նկատում։ Ես հայ լուրջ էի վարում, ես լուրեր եմ վարել 10 տարի Երկիր մեդիայում, առաջին AM-ում, հանրային հեռուստաընկերությունում, Reopen մեդիայում, դյարնընդառաջ, ահա։ Շատ լավ, ընկերներ, եթերը նորից հիշեցեմ, սկսվել է 20:00-ից, տևելու է մինչև 21:30։ Լավ, այսքանով ընդ եւ մի րոպե, նորից նայեմ այդ հատվածը, ընդ եւ ընդ տառակապակցությունների բառերին հրաժեշտ ենք տալիս եւ անցնում ենք ըմբ եւ ըմպ տառակապակցությամբ կազմված բառերին։ Հիմա եկեք գրենք ըմբոշխնել բառը եւ ասեք, թե ինչ է նշանակում։ Ըմբոշխնել։ Դիանա ջան, շնորհակալ եմ շատ։ Ուրախ եմ, որ միացել եք եթերին, ընկերներ, խնդրանքս է, որպեսզի բաժանորդագրվեք, եթե այստեղ առաջին անգամ եք եւ հավանեք, լայքեք այս ուղիղ եթերը։ Հայերեն հավանեք, այսինքն բութիկը պիտի սեղմեք։ Կանխավ շնորհակալ եմ։ Ահա։ Ըմբոշխնել, ահա։ Վայելել, այո։ Ահա։ Ըմբոշխնել, վայելել, ընկերներ, վայելել է նշանակում։
Արսեն ջան, գիրքը վաճառվում է Բուկինիստ գրախանութում։ Ընդհանրապես բոլոր գրախանութներում կա, բայց Բուկինիստում հատկապես կգտնեք։ Եթե փնտրեք այլ գրախանութներում ու չլինի, Բուկինիստում հաստատ կգտնեք։ Վայելել, հաճույքը զգալ, այո, կեցեք ընկերներ։ Շնորհակալ եմ շատ։ Մի հատ այստեղ հլա տեսնում ենք մի բառ գրեցինք ամենավերևում։ Դոտ։ Հա, այս բառին անդրադարձել ենք։ Լավ, ես հիշում էի արդեն։ Այստեղ ինքս ինձ հետ բարձրաձայն խոսում եմ։ Լավ, ընկերներ, ըմբիշ բառը ինչպես է գրվում։ Ըմբիշ, ըմբշամարտ։ Ճաշակել, վայելել, այո, Հասմիկ ջան, կեցեք։ Գևորգ ջան, այդ որտեղից եք ձեռք բերել գիրքը այդ գնով։ Ըմբիշ, ահա, ըմբշամարտ, գրքերի տնից։ Լավ, շատ լավ, նկատի կունենամ։ Հարգելի Տաթև Ասատրյան, ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ, ես էլ ձեզ եմ շատ սիրում, ընկերներ, հանդիպում առաջիկայում հաստատ կլինի, ես ձեզ խոստացել եմ, որ հանդիպում ենք կազմակերպելու, առաջ Աստված, տեսնենք ինչպես է ստացվում, այս էտապը անցնի, լիքը լավ գործեր ունենք անելու իրար հետ։ Արտակ ջան, հաջորդ եթերը դեռ չգիտեմ երբ է լինելու։ Այո, ընկերներ, ըմ-բ-իշը, ըմ-բ-շը, ամարտ, հա, ըմբշամարտ։ Ընտիր, կեցեք սիրելիներ ջան, տեսնենք եստեղ, իսկ, հա, ըմպել բառը ինչպես է գրվում, ըմպել, ըմպելիք, Արև ջան, ձեզ էլ, բոլորիս, Կիմա սուրճը համով ստացվեց, գոնե ձայն հանիր, տեսնենք ինչ է ստացվել, սերով էր, ումբ, այո, Արսեն Խաչատրյան ջան, ումբը կումն է, չէ, ընկերներ, ումը, այո, կեցեք, կում, հենց այդ բառից էլ ըմպելիք, ըմպել, ըմպելիք, Անդիր, կեցեք դուք, սուրճն ըմպեցիք, այո, Արմինե ջան, շատ սիրուն եք գրել ու ճիշտ, սուրճն ըմպեցիք, ինչու ն սուրճ բառի վերջում, ն հոդն է, որովհետև հաջորդ բառը սկսվում է ձայնավորով, հիշում եք, չէ, իսկ եթե գրենք սուրճը խմեցիք, ինչպես կգրենք ընկերներ, թե ն սուրճ բառի վերջում այս դեպքում, ըմբոշ խնել, Մելսիկ ջան, ըմբոշ խնել, ոչ թե ըմբոշնել, այլ ըմբոշ խնել, այո, սուրճը խմեցիք, իսկ արտահայտությունը եթե գրենք, այո, կեցեք ընկերներ, հենց դա էի ուզում հասկանալ, հարցական նշանը որտեղ եք տնելու, շատ ապրեք, սուրճը խմեցիք, Անտիր, կեցեք, հպարտ եմ ձեզնով, սիրելիներ ջան, Ահա, Մելսիկ ջան, այ հիմա ճիշտ եք գրել, սուրճը կարելի է ըմբոշ խնել, կեցեք, միշտն է, Սոնան ասում է, իսկ մեր բարբարով միշտն է, Սոնա ջան, որտեղի բարբարն է ձերը, որ բարբարն է, սուրճն անուշարեք, ես ընդհանրապես սուրճ չեմ խմում, ասել եմ, չէ, առավոտյան ժամերին շատ քիչ, 2 ումբ, տեսնենք հաջորդ բառը,
Այստեղ միանգամից անցնում է արդեն արդ, արդ, արդ տարակապակցություններով կազմվող բառերին, տեսնենք, ուրեմն ասում է արտը նախածանց է, որը նշանակում է դուրս, օրինակ, արտաբերել բառը, արտազատել, արտաժամյա, արտաժամյա բառը գրեք տեսնենք ինչպես է գրվելու ընկերներ, տեսնենք, արտերկիր, ահա, արտաժամյա, ահա, ահա, արտաբերել, ահա, ընկերներ, տառասխալներ մի արեք, խնդրանք է եւ բաց թողումներ մի արեք, հայերենն աստվածային լեզու է եւ հայերենը այդ մենք ենք, այնպես ինչպես մենք վերաբերվում ենք հայերենին, ուրեմն այդպես էլ մենք ինքներս մեզ ենք վերաբերվում, բայց դուք ձեզ սիրում եք, չէ՞։ Ահա, արտահագուստ, Արսեն Խաչատրյան ջան, արտաբերել, արտաժամյա, այո, հատուկ հարցրեցի այս բառը, որպեսզի տեսնենք հո ի գրող չկա, արտաժամյա, արտաժամյա, այո, կեցեք ընկերներ։ Այո, Կիմա ջան, շատ լավ նկատառում է, դանդաղ գրեք, բայց կարևորը ճիշտ գրելն է։ Արտահանձնել, ահա։ Արտազատել, արտաբերել, ահա։ Ընտիր, ընկերներ, խնդրում եմ դմբոներին ուշադրություն չդարձնեք։ Նորից հիշեցնեմ, ովքեր այստեղ առաջին անգամ են, խնդրանքս է, որ բաժանորդագրվեք, նախ շնորհակալ եմ, որ այստեղ եք, բաժանորդագրվեք եւ լայքեք, այսինքն հավանեք այս ուղիղ եթերը, սեղմեք բութիկը։ Կանխավ շնորհակալ եմ։ Կարող եք նաեւ կիսվել այս ուղիղ եթերով ձեր ընկերների, ձեր ծանոթների հետ, որպեսզի նրանք էլ միանան մեր խրախճանքին ու բոլորս միասին շարունակենք։ Տեսնենք, այստեղ էլ ինչ։ Արտառոց բառը ինչպես է գրվելու ընկերներ։ Արտաքին, ահա։ Տաթև ջան, լավ հիշեցրիք, այո, կկազմակերպենք։ Տեսնենք արտառոց բառը ինչպես է գրվելու, ահա, տեսնեմ։ Ահա։ Բեջանյան ջան, որ գրել եք ռ տառով, դա ինչ է նշանակում։ Այստեղ ժ ռ բան կա, չէ, որ ասում ես արտառոց, երկու այդ տեսակ տառ է հնչում։ Հասկանանք, որ ինչպես է գրվելու։ Ահա, արտառոց։ Արտասովոր, ահա։ Արտառոց, այո, կեցեք ընկերներ։ Իսկ բարբար բառը ինչպես է գրվելու։ Արտառոց, ահա։ Նարե Նարե ջան, այո, ճիշտ եք գրել։ Բարբառ, ահա։ Տեսնեմ։ Թամար Խաչատրյան ջան, սխալ եք գրել դուք։ Բարբառ, ահա։ Բարբառ, բարբառային, ահա։ Բարբարոսը այս դեպքում այլ բառ է, Կիմա ջան, ահա, արտակնոց, ահա։ Ձայն բարբառո, ահա։ Առաջինը ռ, երկրորդը ռ, ահա։ Ընկերներ, իսկ հիշում եք հայերենը քանի բարբառ ունի։ Թամար ջան, ամեն ինչ նկատում եմ, հիմա էլ գրել եք սլալս, ասում եմ տառասխալներ թույլ մի տվեք, ընկերներ, հայերենն աստվածային լեզու է, ուշադիր եղեք, խնդրում եմ։ Հայերենը քանի բարբառ ունի, ընկերներ։ Սաքոն ասում է 3, Լինան ասում է 300, Մելսիկն ասում է 70-ից ավել, Անոն ասում է 5, Գոհարը 60, Տաթևը 4, Կիման չգիտի, Մերին Մովսեսյան ասում է 7, Կարեն ջան, շատ հաճելի է, որ այս ամենի մասնակիցն եք, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, Բեջանյանն ասում է չգիտի, Արտյոմ Նազիզյան ասում է շատ, իսկ են մեր Արտյոմ Երևանցին ուր է, ժողովուրդ, Սոնա Աղաջանյանը 150 պլյուս, ահա, Թամար Խաչատրյան 9, Համեստը 7, Լուսին ասում է 50-60, Բարև Մանեթ ջան, բարի գալուստ,
Տեսնենք, ինչքան որ մարզեր ունենք։ Իսկ մենք քանի մարզ ունենք, ընկերներ։ Հասմիկ ջան, կեցեք դուք։ Ժողովուրդ դմբոներին ուշադրություն չդարձնեք, հա, խնդրում եմ։ Հիմա Հայաստանի մարզերին ենք անդրադառնում։ Ուտեղից գնում ենք դեպի բարբառներ, իմ սիրելիներ։ Կարդում եմ մարզերը մարզ կենտրոնների հետ։ Արագածոտն, աշտարակ, վարչատարածքային միավոր։ Արագածոտն, աշտարակ, Արարատ, Արտաշատ, մարզ կենտրոնը։ Արմավիր, մարզ կենտրոնը։ Գեղարքունիք, Գավառ։ Կոտայք, Հրազդան, մարզ կենտրոնը։ Լոռի, Վանաձոր, մարզ կենտրոնը։ Շիրակ, Գյումրի, մարզ կենտրոնը։ Սյունիք, Կապան։ Տավուշ, Իջևան, Վայոց ձոր, Եղեգնաձոր։ Քանի մարզ ստացվեց, ընկերներ։ Լինա ջան, այդ տեղը չի։ Ժողովուրդ 10 մարզ։ Ահա 10 մարզ։ Այո։ Հիմա այստեղ ոմանք գրել էին, որ մենք ունենք այնքան բարբառ, որքան մարզերն են։ Բայց իրականում հայերենն ունի 60-ից ավել բարբառ։ 60-ից ավել։ Իսկ 60 բառը ինչպես է գրվում, ընկերներ։ Չէ, Բեջանյան ջան, Երևանն էլ հետը 11, ոչ թե 12, ասում եմ 10 մարզ ունենք, այդ ինչպես է ստացվեց Երևանն էլ հետը 12, ահա, 60, ահա, ընտիր, Մերի Մովսեսյան ջան, 60 չէ, 60, հիմա գրում ենք 60 բարբառ, տեսնենք ինչպես է գրվում այս արտահայտությունը, ու մտապահենք, Երևանը մարզ չէ, իսկ ով էր ասել, որ Երևանը մարզ է, Հայարփի ջան, ուշացել եք 1 ժամ 2 րոպե, 60 բարբառ, ահա, տեսնեմ, Սմբատ ջան, սխալ եք գրել, 60 չէ, 60, ահա, 60 բարբառ, ահա, Տաթև Գրիգորյան ջան, ինչ է պատահել, սիրելիս, այո, Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, կեցեք ընկերներ, Օֆ աման, որտեղից ուր եկանք հասանք, արտաքսել բառը ինչպես է գրվում, ընկերներ, Մանե ջան, ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ, որ այս ամենի մասնակիցն եք, ընկերներ, արտաքսել, ահա, ինչ է նշանակում արտաքսելը, տեսնեմ այստեղ ինչ-որ մեկը գրել էր, ահա, Արտյոմ Ազիզյան ջան, ոչ թե 60 բարբառար, այլ 60 բարբառ, արտաքսել, ոչ թե արտասեր, այլ արտաքսել,
Քշել, հեռացնել, վռնդել, վտարել, վթարել չէ, Լիլի ջան, վտարել։ Ահա, դուրս հանել, ահա։ Այո, երկրից դուրս հանել, նվարդը ճիշտ է գրել ավելի դիպուկ, ահա։ Մանե ջան, օրորել բառը ինչպես է գրվում, սիրելիս։ Քանի անգամ ենք անդրադարձել այս բառին արդեն, ընկերներ։ Լիլի ջան, ճիշտ է, ռադանել։ Ժողովուրդ, օրորել բառը ինչպես է գրվում։ Հասմիկ ջան, տրամադրությունը հրաշալի է, միացեք խրախճանքին։ Օրորել, ահա, տեսնեմ։ Արսեն ջան, սխալ եք գրել, Արսեն Խաչատրյան ջան, սխալ եք գրել, սիրելիս։ Օրորել։ Դմբոներին արտաքսենք, Դիանա ջան, այո, ճիշտ եք։ Ճոճել, ահա։ Օրորել։ Այո, ընկերներ, օրը, որը, ելը։ Ոչ թե օրը, ելը, օրը, որը, ելը։ Պարզապես ո տառը բառամիջում օ ենք կարդում, օրորել։ Ահա։ Օրորել, ճոճել։ Այո, կեցեք, օրորոց, այո, Կարապետյան Եվա ջան, ճիշտ եք գրել։ Ահա։ Օրոր, ահա։ Մարի ջան, ինչն է խնդիրը, ոչինչ, թող 105 հոգի միանա, դուք ինչու եք ուզում անպայման շատ մարդիկ լինեն։ Արփինե Արևշատյան ջան, ձեր օժանդակ բայը սխալ եք գրել, սիրելիս, ավելի լավ է կենտրոնանաք օժանդակ բայերի վրա, սովորեք օժանդակ բայերը։ Մենք լուրջ ենք, լուրջ չենք, դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Գնացինք, մի հատ էս մեր եղբորն էլ արգելա փակենք։ Գնացինք։ Հաջորդ բառը արդարամիտն է, ընկերներ, ինչպես է գրվելու արդարամիտ բառը։ Մարի ջան, ոչինչ, ես էլ ձեզ եմ շատ սիրում, բայց հավատացեք, միացողները շատ են։ Արդարամիտ, ահա։ Արդար միտք ունեցող, Բեջանյանն ասում է։ Ոյ, Մարինե ջան, ինչ եք գրել, մի րոպե մի հատ, արդարամիտ։ Արդարամիտ, արդարամիտ, ընկերներ, արդարամիտ, արդարամիտ, ընտիր, շատ լավ, հիշում եք չէ, որ ես ձեզ պարզ բառեր էի ասում, իսկ դուք դրանցով բարդ կամ ածանցավոր բառեր եք կազմում, հիմա եկեք արդար բառով նոր բառեր կազմենք, ընկերներ, տեսնեմ, արդար մտածող, արդարանալ, արդարադատության նախարար, արդարադատություն, արդարադատ, արդարադատարան, անարդար, արդարախոս, արդարացի, արդարություն, արդարամիտ, Կարապետյան Եվա ջան, ապրեք, արդարություն, արդարացի, արդար վճիր, դա իհարկե արդեն արտահայտություն է, արդարասեր, արդարացված, արդարացնել, արդարորեն, արդարացում, ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ ընկերներ ջան, արդարատենջ, Օֆելիա ջան, միգուցե արդարատենչ, արդ, լավ, արդարություն, շատ լավ, իսկ լույս բառով, ինչ նոր բառեր կգրենք ընկերներ, բարդ կամ ածանցավոր բառեր, արդարություն տենչող,
լուսանկա, լուսերես, լուսամուտ, տեսնեմ, լուսավոր, լուսավորական, լուսաստղ, Արմինե Սարգսյան ջան, լույսակերտ չէ, այս դեպքում լուսակերտ, յ տառը սեղվում է, լույսատու չէ, Եվա ջան, լուսատու, յն սեղվում է այստեղ, այնպես ինչպես օրինակ լուսամուտի դեպքում։ Արդարադատություն, լուսամփոփ, լուսավոր, լուսավորել, լուսավորություն, լուսակիր, լուսատու, լուսաբաց, լուսարցակ, շատ սիրուն բառեր եք գրում, ընկերներ, շատ ապրեք, հպարտեմ ձեզնով, լուսնային, լուսերես, լուսատտիկ, լուսակիր, լուսահոգի, լուսանկար, լուսնոտ, տեսնենք, ընտիր, հիմա կարմիր բառով ենք կազմում, տեսնենք կարմիր բառով ինչ նոր ածանցավոր կամ բարդ բառեր կան, լուսավորիչ, լուսի ջան ապրեք, բայց ինչ բային ավելացնում ենք ու տառը, օրինակ երկելու եմ, երկելու ենք, երկելու է, Տաթև ջան, օժանդակ բայերն ինչի եք մեջ բերել, սիրելիս լրիվ ուրիշ թեմա ենք հիմա քննարկում, կարմրած, կարմրավոր, կարմրափուշ, թե կարմրաթուշ, կարմրախայտ, կարմրականաչ, կարմրախայտ, թե կարմրախայտ, Նինա ջան, կարմրավուն, կարմրատենչ, կարմրախայտ, կարմիրավան, կարմրախայտ, կարմրություն, կարմրուկ, կարմրահիտ, կարմրակատար, տեսնենք, կարմրավոր, կարմրախտ, ընկերներ, հաջողախոսությունների համար շատ շնորհակալ եմ, կարմրուկ, լավ, հիմա գիրք բառով ենք կազմում, գիրք, կարմրադմբոն էր ասում է, այ կիմա ջան, կարմրած, գրքային, գրադարան, գրասեղան, գրքեր, գրքասեր, գրադարան, գրքասեր, գրագետ, բայց գրագետը գիր բառն է արդեն, գրքասեր, գրապահարան, գրքային, լավ, գրախանութ, գրադարան, գիրք, այս պահը երևի պետք է ավելի հստակեցնել, գրքային գրադարան, գրքասեր մեր պես կիման ասում է, իդեպ ընկերներ, ես որոշել եմ, որ ձեզ համար պիտի բարձրաձայն պատմվածքներ կարդամ, հիշեցի, խնդրում եմ ինձ ասեք, թե ում ստեղծագործությունները կուզեք, որ ես կարդամ ձեզ համար բարձրաձայն, հետո քննարկենք միասին, վերլուծենք, բուկինիստ գրախանութ ասում է, Թումանյան, Սևակ, դե ես ուղղակի պատմվածքներ եմ ուզում կարդալ, Սևակը դժվար է կարդալ ընկերներ իրականում շատ, Թումանյան, Սահակյան, Ավետիքի Սահակյան, Չարենց, տեսնեմ, Բակունց, Վիլյամ Սարոյան, Շիրազ, Դուրյան, Նարդոս, Պատկանյան, Ագաթա Քրիստի, Մաթևոսյան, Դերենիկ Դեմիրճյան,
Ահա։ Սարոյանին պարտադիր ենք անդրադառնալու, արդեն ունեմ ցուցակիս մեջ նշված։ Զապելի Եսայան, ահա։ Վախթան Գանանյան, Դրայզեր, ահա։ Դե ես մտածում եմ, որ ավելի կարճ պատմվածքներին անդրադառնանք, ընկերներ, որպեսզի ձեզ համար էլ ձանձրալի չլինի, հետո չենք կարող վերցնել հաստափոր մի գիրք ու այդպես սկսել կարդալ ամեն եթերին ինչ որ հատված կարդանք ու հաջորդիվ կարդանք ու շարունակենք, մի քիչ կարծում եմ այդպես ավելի ձանձրալի կլինի։ Դրա համար ես մտածում եմ կարճ պատմվածքներ կվերցնենք կամ գուցե հեքիաթներ ընթացքում կարդամ, չգիտեմ։ Ամեն դեպքում ձեզ շնորհակալ եմ, որ գրեցիք ես բոլոր հեղինակների անունները ես ինձ մոտ կգրեմ նորից կավելացնեմ իմ ցուցակին։ Կլինի Չեխով, իհարկե, ես ուսանողական տարիներին կարդացել եմ շատ, հաստատ կլինի։ Ընտիր, շատ ապրեք ընկերներ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Նկատի կունենամ, խնդրանքս է, որ այս թեմային նորից անդրադառնաք, այս 2-3 օրերին էլի փորձեք նոր հեղինակներ, ինչ որ պատմվածքների գուցե արդեն վերնագրեր, հետաքրքիր էսսեներ, պատմություններ, հայտնի ձեզ հետաքրքրող որ կուզեիք կարդայինք ու քննարկեինք, գրեք, մտապահեք ձեզ մոտ, հետո մեր կամ ուղիղ եթերի ընթացքում կգրեք, ես նորից ինձ մոտ կգրեմ, կամ գուցե անձնական նամակով ինձ գրեք, Facebook-ում կամ Instagram-ում, հա, ավելի լավ է Instagram-ում գրեք, եւ այդ ցուցակը ես կկազմեմ, արդեն կընդհանրացնեմ, որ կամաց սկսենք կարդալ։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր է անցնելու։ Ընտիր, ապրեք դուք, սիրելիներ ջան, արդեն ուշ է, ես ասում եի, որ 21-ից մինչև 30 կտևի մեր եթերը, բայց ոնց որ ես էլ հոգնեցի, այսօր առավոտից պարապմունքներ եմ ունեցել։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, իմ սիրելիներ։ Մի հատ ինձ հիշեցրեք, թե մեր ուղիղ եթերների վերջում ինչ թեմա ենք միշտ քննարկում։ Աբո ջան, չգիտեմ վաղը եթեր կլինի, թե ոչ, կախված իմ գրաֆիկից։ Կախարդական գրադարանը։ Հա, դա էլ հնարավոր է Հայկ Աջապահյանի։ Առողջ ապրելակերպ։ Անտիր։ Հիմա, ինչև ես կհարցնեմ, թե ինչ է ձեզ համար առողջ ապրելակերպը, հələ ինձ ազնվորեն ասեք, թե ձեզնից որ մեկն է մեր այս թեման քննարկելուց հետո ընդհանրապես սկսել վարել առողջ ապրելակերպ, այնպիսի ապրելակերպ, որը դուք եք համարում առողջ ապրելակերպ։ Ազնվորեն գրեք հենց հիմա ինձ։ Տեսնեմ։ Մանեն Մովսիսյան, օրինակ, Արթուրը Պետրոսյան։ Էլիս ջան, շնորհակալ եմ շատ, հաճելի է, որ այստեղ եք, տեսնեմ, Օֆելյան Պապոյան, Լիլին գրել է ես արդեն, տեսնենք, Ռազ Դավթյանը գրել է ես, հետո չգիտեմ ինչու ծիծաղելու սմայլիկ է դրել, ժպիտիկ հայերեն, Սեդան գրել է ինքը, Արսենը Խաչատրյան, ահա, շատ լավ, Անուն, Լիլիթը Հակոբյան, ուй, գրել է ես չէ, Լիլիթ ջան, Բեջանյանը ընդհանրապես ամաչում է, ահա, Կիման գրել է ես սուրճը հանել եմ, մենակ առավոտյան է խմում մի բաժակ, Կիմա ջան, խնդրանքս է, որ սուրճը առավոտյան խմելուց առաջ անպայման ջուր խմեք, 1 բաժակ գոնե, ու գոլ, Արսենը Սահակյան, Ռաֆայելը, ընտիր, լավ, հիմա հաջորդիվ հարցնում եմ, թե ինչ է առողջ ապրելակերպը, ընկերներ, որ առողջ ապրելակերպի մասին է խոսքը, որ մեզ օգնում է ավելի լավը դառնալ ամեն օր, ավելի առողջ, ավելի լավ ինքնազգացողությամբ լինել։ Ընտիր, Կիմա ջան, ուրախ եմ շատ։ Իվետա ջան, ողջույն, բարի գալուստ մեր եթեր, բարի գալուստ մեր հրաշք ընտանիք, խնդրանքս է, որ բաժանորդագրվեք ընկերներ եւ լայքեք, այսինքն հավանեք այս ուղիղ եթերը։ Զբաղվել սպորտով, չծխել, չխմել, Տաթևը հստակ գրել է խանութում բան գնելուց առաջ, ժամկետը նայել, ամեն առավոտ 1 բաժակ ջուր խմել։
Տաթև ջան, այս տեքստին կավելացնեք գոլ բառը, 1 բաժակ գոլ ջուր խմել։ Սառը ջուրը առավոտյան սոված ստամոքսին, դատարկ ստամոքսին, ընկերներ, սթրես է ստամոքսի համար։ Առողջ քուն, բարի երեկո Արամ ջան, առողջ մարմնում, առողջ հոգի։ Առողջ սնվել, ժպտալ, զբաղվել սպորտով, շատ ջուր խմել, չծխել, չխմել։ Վերջ։ Գրեթե սրանք են, չէ, հիմնականները, որ պետք է պահել, պահպանել, ընկերներ։ Շատ ապրեք, իմ սիրելիներ։ Ռաֆայել ջան, ձգտում չունենք հասնելու 200 լայքի։ Մենք շատ լավ, շատ պրոդուկտիվ, արդյունավետ եթեր ենք ունեցել։ Ընկերներ, շնորհակալ եմ ձեզ շատ։ Ապրեք, որ այստեղ էիք, որ այս 1 ժամ 20 րոպեն անցրեցիք ինձ հետ։ Շատ կարոտած էի, շատ։ Ապրեք, որ կաք, որ այս ձեր սիրուն, բարի, լուսավոր էներգիայով գալիս եք ամեն անգամ մեր եթերը լցնում եք, զարդարում, լուսավորում, պայծառ ժամանակ ենք անցկացնում միասին ու շատ արդյունավետ, որը բնականաբար բոլորիս կյանքը ամեն օր դեպի ավելի լավն է փոխում, ընկերներ։ Շնորհակալ եմ բոլորիդ անհատապես, յուրաքանչյուրի տեսանկյունից եւ բոլորիդ ընդհանուրի տեսանկյունից։ Գրկում եմ, պաչիկներ եմ ուղարկում, լավ երեկո։ Մինչ հաջորդ եթեր։